Թարմ ինչ ես հավաքում։ Եղինչ։ Յանես։ Ժինգյալով հաց պիտի ուտենք։ Հետո ինչ որ Հայաստանում չենք ու Հայաստանին համապատասխան կանաչիներ այստեղ Ֆրանսիայում չունենք։ Բայց մենք էլ մեր ունեցածը յոլակը գնանք, չէ՞։ Մի հատ համով ժինգյալով հաց կսարքենք, կուտենք բոլորս։ Ողջույն բոլորին, այսօր սկսում ենք նախապատրաստումը կրկին ժինգյալով հացի։ Սիրելիներս ասեմ, որ Ֆրանսիայում այս խանութը միակ խանութն է, որտեղ կարող ենք լավից վատից թարմ կանաչիներ գնել։ Հայաստանի նման չի, որ ամենուր կարողանանք մեր ցանկացած թարմ կանաչիները գնել։ Այս խանութը միակ խանութն է, ցավոք սրտի, եւ այսօր կփորձենք բոլոր տեսականիները առնել։ Իդեպ ասեմ, որ թարմ սխտորին, կանաչ սխտորին փոխարինում է այս կանաչին։ Եվ այսօրվա մեր գնաց թարմ կանաչիները կազմեցին 10 եւ եղեջն էլ հավաքած 11, այնպես որ մի բան կստացվի, իդեպ փորձել եմ շատ համով է, փորձենք ստանալ Հայաստանի համն ու հոտը, գնացինք։ Այստեղ մեր մոտ Ֆրանսիայում ժողովուրդ ջան այնքան տաք է, շատ շոկ է։ Սիրելի հայաստանցիներ, շատ կուզեմ, որ մեր արևով կիսվեմ ձեզ հետ։ Սիրելիներս, ես ձեզ արև եմ ուղարկում, հուսով եմ, դուք էլ արև կունենաք։ Ժողովուրդ ջան, հիշեք անպայման խոհանոցում գործի կեսը դասուր դանակն է, մինչև դանակը չենք սկսում, ոչ մի գործ չենք անում։ Ասեն աղջիկ ջան, այս կանաչիներով ժինգյալով հաց չեն սարքում, սա ժինգյալի տնազ է, բայց ժողովուրդ ջան, ունենք այն, ինչ որ ունենք։ Հիմա կարևորը եղինջը հավաքել եմ, ճիշտ է կծում է, բայց այն ժամանակ տատիկս ասում էր, որ շատ օգտակար է եղինջը, հիմա այս տարիքից հասել եմ, ամեն ինչը օգտակարին եմ նայում։ Ես իրան պոկեցինք, նելից կծում է, նորմալ է։ Տարբեր սալատի տեսականիներ է, այստեղ կա նաև կարմիր բազուկի թփեր, ավելացնելով շատ համեղ կստացվի։ Բանջարը մի քիչ շատ թողեցի ջրի մեջ, որ լավ մաքրվի, այն էլ սկսեց սևանալը։
Ժողջան արդեն կանաչիները պատրաստեցի, վերջացրեցի, էլ չեմ դիմանում շոքին, գնամ սառը սուրճ պատրաստեմ, հետ վերադառնանք ու շարունակենք մեր գործը։ Խմորը արդեն պատրաստ է, մեզ մոտ ստացվեց ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Թողնենք 10-15 րոպե, որպեսզի խմորը հանգստանա եւ կսկսենք գնդելը։ Բախ ինչ առատ հոտ ա գալիս, թարմ կանաչի հոտ ա գալիս շատ առատ։ Ուրեմն այն ժամանակ, երբ որ աշխատում էի խոհանոցում, ես ինքս պատրաստում էի ժինգյալով հաց եւ ֆրանսիացիները շատ են սիրում։ Մի օր բանջարեղենի խանութից տես առատորեն լիքը կանաչի եմ առնում, մի հատ պապիկ տենում եմ անդադ իմ կողմն ա նայում, վերջի չդիմացավ, սենց հանում, մադամ, երևում ա դու կանաչի շատ ես սիրում։ Նայեցի ասի, հա պապի ջան, շատ եմ սիրում, բայց դժվար այսքանը մենակ։ Ես կանաչին բաժանեցի երկու մասի, սկզբում մեկ մասը աղ կանեմ, քանի որ աղը ցանելուց հետո արդեն կանաչին սկսում է փափկելը, որ ցեղ չդառնա, առաջի մասում աղը մի քիչ ձեդ եւ սև պղպեղ կանենք, փոշի, դու կարող եք ավելացնել նաեւ քաղցր պղպեղ, բայց ես չեմ ավելացնում, չեմ սիրում, ահա, կխառնենք, երբ որ վերջանա, նոր մնացածը կշարունակենք։ Ամենաառաջ ստացվածը պետք է տամ իմ շատ սիրելի ամուսնուն, որովհետև ես եմ երևում էկրանից ես կողմ, բայց ամենամեծ աշխատանքը իրանն է, շատ համբերատար, երբեմն ոչ համբերատար, չէ կյանքս։ Լիներս հազի վերջացրեցինք մեր գործ այսօրվա, ես ինչպես տեսնում եք շատ հոգնած եմ, ավելի արևից եմ հոգնել, քան աշխատանքից, բայց փառք Աստծո ստացա այն ռեզուլտատը, որը ես ցանկանում էի, տեսեք անմահական համոհոտ ունի մեր ժինգյալով հացը, իսկական ամառային կերակուր է, ինքներդ փորձեք, մենք վայել ենք մի բաժակ սուրճի հետ մեր երեկոն, ժինգյալով հացով, իսկ դուք էլ սիրելիներս, մի մոռացեք, լայքեք, բաժանորդագրվեք եւ թողեք ձեր մեկնաբանությունները, շատ ուրախ կլինեմ, շնորհակալություն, որ մնացիք ինձ հետ։ Հացը։ Տեսեք ինչ, ոյ, ես ինչ արտակարգ հոտ ունի։ Շատ համովա ժողովուրդ ջան, շատ անմահական է։ Դամ կյանքս, անարևս։